Սիրելիներ, ողջույնի խոսքի համար բեմ եմ հրավիրում Աղոթքի տուն եկեղեցու հովիվ Կարեն Թադևոսյանին, համեցեք։ Փառք մեր Թագավորին, ինչ որ մեկը կարող է ասել ամեն։ Ուզում եք ծապտանք Հիսուսին, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Մեծ պատիվ է լինել այս բեմում, մեծ պատիվ է լինել այս եկեղեցում, շնորհակալ եմ Ռուբիկ եղբայր, շնորհակալ եմ միաբանության բոլոր հովիվներին։ Իրականից մեծ ակնածանքով եմ ասում, Ռուբիկ եղբայրս երբ որ խոսեց այն պատգամը, մտածում եմ ասում եմ, եթե այսօր ես այդպիսի պատգամ խոսեի, դա շատ ուրիշ կերպ կդիտվեր, բայց դա բնորոշ էր հորը, հայրերին, եւ դա հայրական խրատ էր, եւ դա հայրական խոսք էր։ Եվ իրականից Ռուբիկ եղբայրը պատվեց մեր արտավազդ եղբորը, որ 50 տարի ճանաչում եւ Տիրոջ մեջ երկար տարիներ, եւ ես էլ ուզում եմ օրհնեմ Ռուբիկ եղբորը, որ արդեն մոտ 68 կամ արդեն 70 տարի հավատարիմ հետևում է Տիրոջը։ Մենք շատ բան ենք սովորելու Ռուբիկ եղբայր։ Եվ այսօր իմ կարծիքը կասեմ, սուբյեկտիվ կարծիքը, Հայաստանը շատ սիրուն ու նորաձև քարոզների կարիքը չէ որ ունի, այլ հայրերի, որ ապրում են Աստծո հետ եւ շարունակում են օրինակ լինել մեզ երիտասարդներից համար։ Կգա, այո, փառք Տիրոջը։ Կգա օրը եւ ինչ որ իմաստով միգուցե նաեւ ինձ համար, իմ եղբոր համար եղել է, որ էստաֆետան արդեն հանձնվել է։ Եվ ես աղոթում եմ գրեթե ամեն օր, որ Տեր պահիր, որ իմ հոր ավանդը եւ այն փոխանցած ճշմարտությունները Նոդար Թադևոսյանի կարողանամ ճիշտ հասցնեմ տեղ եւ ինձնից հետո էլ փոխանցեմ այն սերնդին, որ կհաջորդի։ Որտեւ քիչ առաջ նայում եմ, մտածում եմ, որտեւ իմ հոր հետ ես շատ ժամանակ եմ անցկացրել ու շատ կարոտում եմ, երբեմն հոգեվոր հայրերի հետ հանդիպում եմ, մի փոքր կարոտը սառնում եմ, բայց կեղծարություն չանեմ, հորս ավելի շատ եմ կարոտում եւ դա բնական է։ Եվ հորս հետ շատ ժամանակ անցկացնելով, երբ որ լսում էի բանտարկությունները, նեղությունները, եւ ես նայում եմ մեր ժամանակը, արդեն 25 տարի է Տիրոջ մեջ եմ, եւ այսօրվա ապաշխարող մարդկանց ժամանակը, Աստվածաշունչը հասանելի է, եկեղեցու շենքերը ընդարձակ են, այս վերջապես օդ համակարգ ամեն ինչ հրաշալի է, եւ ասում եմ մեր հայրերը ծառայել են գերեզմանոցներում, փարոսներում, ծառայել են նկուղներում եւ հավատարիմ են մնացել ու մեզ հասցրել են մի օրհնություն, որ մենք շատ հեշտությամբ վերցրեցինք։ Եվ ասում եմ Տեր պահիր, որ այս ամենի մեջ չհպարտանանք, այլ ասենք իրականից այդ շղթան դեռ պիտի շարունակվի։ Ես ասում փառք եմ տալի հայրերի համար, ասում փառք եմ տալի այս եկեղեցու համար։ Եվ ես մտածում եմ, ասում եմ տարին 2 անգամ այսքան մեծամասշտաբ կոնֆերանս, եթե միայն միաբանության եղբայրությունը եկեղեցիները գար, կներեք դուք ձերոնցով նորմալ է, բայց այսքան հյուրեր, հյուրասիրություն եւ Ռուբիկ եղբայրը 70 արդեն 1-2 տարեկան դեռ հավես ունի։ Ես օրհնում եմ քեզ Ռուբիկ եղբայր եւ իսկապես եմ ասում, դեռ հավես ունի։ Այն տարիքն է, որ եղբայրը պետք է միշտ հravirվեր ու պատվվեր, իրեն պատվենք ու պատվենք եւ ուղղակի ոչ թե ուղղակի քարոզե Ռուբիկ եղբայրը, ուղղակի լիներ ու իր ներկայությունը արդեն բավական էր, բայց դեռ ինքն է անում, դեռ անում են, ու այսօր լսում եմ, որ մի նոր թափ են վերցնելու։ Ռուբիկ եղբայրը ասում է, չեմ ուզում նույն ընթացքով, այնպես որ օրհնում եմ։ Թող մենք այդ տարիքին հասնելով գոնե դրա կեսի չափ անենք։ Ոչ փառքը Տիրոջը Աստծո մեծ ծառաների համար, կարանք Աստծուն փառք տանք իր ծառաների համար։ «133 Սաղմոս, տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, երբ եղբայրներ իրար հետ մեկտեղ բնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրա թափվում է մորուքին, այսինքն Ահարոնի մորուքի վրա, իջնում միջև նրա հանդերձների ծայրը։ Հերմոնի շաղի պես, որ վայր է գալիս Սիոն սարի վրա, որտեղ Տերը այնտեղ պատրաստեց օրհնությունն ու կյանքը միջև հավիտյան»։ Այսօր գրեթե բոլոր եկեղեցիներում առանց բացառության հավատում եմ, որ քարոզվում եւ կարդացվում է այս սաղմոսը, բայց այս եկեղեցին դա անում է երկար ու ձիգ տասնամյակներ։ Մենք ամենքս քարոզում ենք միաբանություն ու ճիշտ ենք անում, դրա կարիքը կա, բայց միաբանությունը իհարկե սրտից է սկսվում։ Մենք քարոզում ենք արժեքավոր բաներ, բայց ես այսօր նստած
մեծամտություն չլինի, Սուրբ Հոգու հետ խոսում է, ասում է, այս եկեղեցին դա ոչ թե քարոզում է, դա անում է։ Դա անում է եւ շատ հովիվների այստեղ հravirելով նաեւ առիթ է տալի մենք իրարու հետ շփվենք եւ հետագա կապը իսկապես շարունակենք։ Էնպես որ խորին շնորհակալություն եւ օրհնություն այս եկեղեցուն։ Թող ապրեք շատ երկար Ռուբիկ եղբայր եւ ձեր հայրական իրական օրհնանքը փոխանցեք մեզ երիտասարդներին։ Մեծապես շնորհակալ եմ։ Աստված օրհնի ձեզ։